Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ Մեսրոպ Արաքելյանն հետ, շնորհակալ եմ պարոն Արաքելյան մեր հավելումնելու համար։ Սեպտեմբերի 23-ին սպանվեց ձեր թիմակից, նաև ընկեր Վոլոդիա Գրիգորյանը, եւ սա այն առողջացային սպանություններից էր, որ դեռ շատերս հասկանում ենք ինչ է տեղի ունենում, բայց դրանք ենթադրություններ են, հա։ Հիմա դուք, որ նաև հարազատ եք, ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ կան, այս պահի եղած տվյալների հիման վրա, որտեղ է ճշմարտությունը, որովհետև այնինչ անում է իշխանությունը, փորձում է ներկայացնել, միանշանակ վստահելի չի, որովհետև այս իշխանությունը հասել է նրան, որ եթե հիմա ասեն դրսում արև է, կարելի է կասկածել, արդյոք արև է թե չէ, թե ԿՊ-ն է ասում։ Այո, իշխանությունների վարքագիծը միանշանակ անընդունելի է եւ ավելի անընդունելի է իրապահ մարմինների, եթե իշխանությունները իրենց ոչի մեջ ամեն ինչ տենց միանշանակ ճշմարտություն են ներկայացնում մի օգուտ իրենց։ Զարմանալի էր, որ այս ողբերգությունից հետո երբ առաջին կասկածյալին ձերբակալեցին որպես սպանություն կատարող անձ եւ միանգամից ներկայացրեցին, որ սա է Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, այս հանցագործը ենթադրյալ Փետրվարյան դեպքերի մահացածի եղբայրն է, վсё բացահայտվել է հանցագործությունը։ Դա այն ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունն է, մամուլի ասուլիսեր հրավիրել հատուկ։ Հետո հաջորդ օրը մեկ էլ ձերբակալում են այլ անձ։ Այսինքն խայտարակություն է, այսինքն իրանք ձերբակալում են մի անձ որպես սպանություն կատարող ու այդ հիմքով ներկայացնում են սպանության դրդապատճառները, հետո պարզվում է, որ այդ մարդը չի սպանող։ Հաջորդ օրը այլ անձին են ձերբակալում, որը ենթադրյալ սպանություն կատարողն է գոնե միջև այժմ եւ որը նաեւ ու դրանից հետո էլի բայց փորձում են արդեն հատած ինչ որ կոսմետիկ փոփոխություններով էլի բերել կապել Փետրվարյան դեպքերի հետ։ Բազմիցս առիթ ունեցել ենք ասել, որ Վալոդիա Գրիգորյանը որևիցե առնչություն չունի այդ անձանց հետ, ոչ էլ ճանաչում է, ոչ էլ որևիցե կապ ունի Փետրվարյան դեպքերի հետ։ Եղբոր մասնակցությունն էլ նույնիսկ եթե իրապահ մարմինների պաշտոնական վարկածանայինք, մեղադրանքի առաջադրված տասնյակից ավել անձանց հետ սուտ խուլիգանության դրվագով եւ այդ Փետրվարյան դեպքերում կա մեղադրանք ներկայացված անձի, որը ենթադրյալ այդ սպանություն կատարող անձն է։ Հետևաբար ակնհայտ է, որ այս պլանավորված սպանությունը, որը ակնհայտ պլանավորված է, հա, այսինքն ինչ որ միջադեպ չէր, որ միջադեպի ընթացքում պատահական կրակոցից մարդ մահանա, ասես դե լավ այդ կրակողին է տեսել ենք, պատահական սպանություն է եղել։ Կազմակերպված, պլանավորված երկար ժամանակ եւ սա չէր կարող լինել այս երկու անձի նույնիսկ կատարած է, ովքեր որ այս պահին կալանավորված են։ Վստահ ենք, որ կան սրա կազմակերպիչներ, չենք բացառում պատվիրատուների, նաև հնարավոր է հաշվի առնելով, որ երկար ժամանակ է այս ամեն ինչը պլանավորվել, անձինք, որոնք առնվազն տեղեկացված էին այս սպանությունով, որովհետև Վալոդյան իր գործունեության ընթացքում, բացի իր քաղաքական կարգավիճակից, պաշտոն զբաղեցնելու կարգավիճակից, որևէ այլ հարթության մեջ ներգրաված չի եղել, որ ասենք որ տնտեսական, միջանձնային, որ ասենք այլ հարթության մեջ կարող էր ինչ-որ կոնֆլիկտ լինել։ Այնտեղ Փետրվարի այդ սպանությունից հետո ոստիկանական հենակետեր են եղել գյուղում։ Ձեզ համար հասկանալի է ինչու են հանել, այսինքն որ պայից որոշեցին, որ չկա իրենց ասած վենդետայի խնդիրը։ Նախ իմ ինֆորմացիա, որ նաև գյուղում երբեմն լինելով նկատել է, ինչ-որ բարեկային ծառայություններ իրականացվում, ինչ-որ անձինք էին անընդհատ գնում գալիս, բայց նաև չկար այն, որ ասում են, տես լարված մթնոլորտ էր, հա, երկու կողմից, մթնոլորտ չկար, չէր կարող լինել։
նախ այդ երկրորդ կողմ ասածը անհասկանալի էր, ինչ նկատի ունեն, որ գյուղում լարվածություն կա, նաև այդ փոքր ինֆորմացիան, նաև օբյեկտիվ, հա, նաև մեդիադաշտը չտիրապետելով շատ հաճախ ներկայացնում էր, որ Մերձավանում երկու կողմերի մեջ տենց կոնֆլիկտներ է, եթե նույնիսկ քաղաքական նայենք, եւ այս ընտրությունները 21 թվականի ընտրություններին մեր թիմը այնտեղ 80%-ից ավել ձայն էր հավաքել, այսինքն որպես այդպեսին ԿՊ-ական մնացած այդ 20%-ը մյուս 3 թիմերն էին հավաքել, այսինքն դες ԿՊ-ական ինչ որ թիմ ասես, որ ազդեցություն ուներ գյուղում, մեկ էլ Վալոդիայի թիմն ուներ ազդեցություն, այդ երկու ազդեցիկ թիմերը կոնֆլիկտների մեջ էին, չկար նման բան, այսինքն գյուղում ընդհանրապես լարվածության մթնոլորտ չկար, գյուղը միահամուռ էր, հիմա եթե ինչ որ մի ընտանիք, 1-2 հոգի ինչ որ այլ վարկագիծ էին դրսևորում, դա ամենևին չէր բերում գյուղում լարվածություն։ Գյուղը հանգիստ ապրում էր, մարդիկ իրար հետ հաշտ, համերաշխ, Վալոդիայի վարկագիծն էլ միշտ դրա մասին էր, ինչքան էլ քաղաքական գործունեությամբ էր զբաղվում, բայց առավել եւս գյուղը, որտեղ ինքը ապրում է ամեն օր, այդտեղ ծնվել մեծացել է, անում էր առավելագույնը, որ այդ համերաշխության մթնոլորտով շարունակեր աշխատել, նաեւ ընտրությունների ժամանակ ԿՊ-ականներ, ԿՊ-ի համակիրներ, ովքեր որ աջակցում էին, շատ-շատերը Վալոդիայի կառավարման ժամանակ շարունակում են աշխատել համայնքապետարանում, այդ մանկապարտեզներ եւ այլն, այսինքն որովիցե տենց մթնոլորտ, որ ասենք կար, չկար, նաեւ հաշվի առնելով դա, որ ասեմ, որ այ Վալոդյան ինչ որ մտահոգություն ուներ, մեկի հետ կոնֆլիկտ ուներ, լարվածություններ, որտեղ այ բացի քաղաքական շփումներից իմ ընկերներ եւ մենք ամենօրյա շփման մեջ էինք, նաեւ ընդհանուր հա որպես ընկեր, ես նրա մոտ որովհետեւ մտահոգություն, լարվածություն չեմ Դեն որ լարվածություն չկար կամ Վոլոդիա Գրիգորյանը իրեն կապված չէր համարում փետրվարին տեղ ունեցած սպանության հետ, դա նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը առանց թիկնապահների էր, այսինքն մենք ընթացքում տեսել ենք տարբեր պատմություններ, երբ որևէ մեկ ինչ որ սպանության կամ ծանր հանցագործության մասնակից է դառնում, միանգամից թիկնապահներ են հայտում իր կողքին։ Բայց ես մի այլ հարց եմ ուզում տալ իշխանության վարկագծի վերաբերյալ, իշխանական քարոզչա մեքենան ինչ որ պայից սկսեց հերոսացնել այդ ենթադրյալ մարդասպաններին։ Առաջին դեպքում իրենց կողմից մատնանշված մարդասպանը, որը պարզվեց հետո ինքը չի, Արեկ Օհանյանին հետո այն մյուս տղային, որ տեսեք նրանք իրենց եղբոր կամ ընկերոջ վրեժը աչքերում, չգիտեմ։ Սա նաև որպես հարազատ մարդ, որպես ընկերոջ ինչ զգացողություն առաջացնում, որ իշխանությունը փորձում է քարոզչությամբ ըստ էության արդարացնել այդ սպանությունը։ Մի փոքր հավելում նախորդ մեր խոսակցությանը, եթե Վալոդիա Գրիգորյանի կողմից փետրվարյան դեպքերի մասնակցության որևէ նշույլ անգամ լիներ, այս իշխանության վարկագիծը նրա մասին է, որ ընդդիմադիր գործիչների են, որ խոսքն է դառնում արդեն հանցագործության առարկա եւ այդ մարդու հետևից են ընկնում։ Պատկերացրեք, հա հանկարծ ինչ որ մի հատ փոքր ներգրավվածություն ունենար։ Այն էլ ընտրություններից առաջ, չէ՞, վաղուց էլ գործել էին հարուցը, կալանավորել էին, առնվազն գոնե հակաքարոզչություն էին արում։ Ընտրվելուց հետո էլ 5 ամիս աշխատում է։ Դες 5 ամսվա ընթացքում մի հատ փոքր, բա որ տենց գիտեիք, որ սենց խնդիր բա, եթե Վալոդիա Գրիգորյանը որևէ մասնակցություն ուներ։ Պարզա չէ, որ հիմա վաղուց առնվազն գոնե այդ քարոզչական դաշտ էին նետել, էլ չասած, որ շատ հանգիստ չեղած բանն են մարդկանց տանում, կալանավորում, ազատազրկում, այսինքն ակնհայտ է, որ մասնակցություն չուներ։ Այդ ստոր վարկագիծը որ մի կողմից ավել չի զարմացնում, որ սրանք ամեն ինչի ընդունակ են, բոլոր կարմիր գծերը, բարոյական, անձնական, ողբերգություն, ոչինչ հաշվի չառնելով ինչ ասես կանը։ Իհարկե մեծ ցավ է, որ նման վարկագիծ կարող ես տեսնել, ցանկացած ողբերգություն, ցանկացած սպանություն, անկախ նրանից այդ սպանողը քաղաքական կարգավիճակ ունի, չունի, Հայաստանում ինչ որ ցանկացած իրավիճակում մարդու մահը, այն էլ երիտասարդի, sense ողբերգական, անակնկալ, իհարկե ցավ է, անկախ նրանից նույն այդ փետրվարյան դեպքերի ժամանակ։ Մի գյուղում ապրող մարդիկ են անիմաստ կոնֆլիկտից մահ է արձանագրվում։ Բայց այս դեպքերում իշխանության խնդիրը ոչ միայն իրավական է, հա, որ ինչի չեմ բացահայտում կամ խարգելում նույն 10,000-ից ավել ապօրինի զենք ավտոմատները պատերազմից հետո մնացել, այդքան էլ գոնե թիվը գիտեն էլ չասած ինչքան ավել կարա լինի, վերջերս է նայում ենք, որ բարձր ապօրինի զենքի համար որ տուգանում է, այտենց պայմանական են ազատազրկում, այդ հաղորդագրություն էին նայում, մեկի մոտ բռնել էին 45 ավտոմատ Արցախյան պատերազմից։
որը վաճառում էր, մի քանի հատներ արդեն վաճառել էր։ Այս պայմանական մի տարի ազատազրկեց։ 45 ավտոմատ ունես։ Դե հա, ինքը սրբազանը Հա, չի, բայց սրբազանը մատ արտահայտություն է անում, տանում 2 տարի ազատազրկման։ Հիմա սրանից բացի նաև իշխանության այս վարկագիծը հենց շարունակում է իրանց այդ ատելության մթնոլորտի շրջանակներում, այս մարդիկ սենց բաներով անուղակի խրախուսում են այս ատելության մթնոլորտը։ Այսինքն չկա, հա, օրենք չկա, այսինքն այդ օրենքի կողքին չկա այն մթնոլորտը, որ դու այս հանցագործությունները մեղմ ես, նաև պատանիների մոտ, երիտասարդների մոտ, այ տեսեք, եթե սպանություն ա եղել, սպանության պատասխանը պետք է լինի բայց դա իրենց սպանության։ ինչ է տալիս։ Իրենք քաղաքական առումով պիտի որ շահող չլինեն, պարոն Առաքելյան, ինչու, որովհետև եթե գնում ենք վենդետաների, հա, ինչ որ մեկ իր եղբոր, մեկ ընկերոջ, մեկը որդու սպանության վրիժառության Հայաստանում մի քանի հազար մարդ Նիկոլ Փաշինյանն է մեղադրում իր որդու, ընկերոջ, եղբոր սպանության համար։ Խոսքը Արցախյան պատերազմի զոհերի մասին է։ Իրենց որ պիտի ձեռ չտար վենդետայի արդարացումը։ Դե մյուս կողմից էլ սրա այլընտրանքը գոնե հանրային մտահոգությունների մեջ քաղաքական պատճառներ են։ Հիմա իրանք որպեսզի փակեն քաղաքական որևէ կապ ողբերգության հետ, ստիպված առաջ են բերում այլ վարկած։ Բայց ակնհայտ է, որ ելեմ ասում, նաև հենց բնական մտահոգությունները ընտանիքի մոտ, ընկերների, յուղացիների մեզ մոտ իրավունք ունենք մենք ունենալ մտահոգություններ, չէ՞, տարբեր վարկածներ առաջ կացնենք, դուք լրագրողները, բայց պետության կառավարության իրավապահ մարմինների խնդիրը օր առաջ է սպանությունը ամբողջական բացահայտելն է։ Ես չեմ ասում, որ քաղաքական մոտիվներ ասելով նկատի ունեմ քաղաքական սպանության պատվեր կա ստեղ հստակ, հա, այս պատվիրված սպանություն, բայց առնվազն որ քաղաքական շրջանակներ կան, որ հնարավոր է տեղեկացված են եղել սպանությունից, հնարավոր է աջակցել են սպանության գաղափարին։ Ես չեմ ուզում համեմատություններ տանեմ բովանդակային առումով, բայց այս իշխանությունը ու նաև շատերը, որ ասում են դե հոկտեմբերի 27-ը բացահայտված չի, ու մենակ սպանություն կատարողներով չի, բայց դեպքում ով է ասել, որ սպանության բացահայտումը բացառապես սպանություն կատարող անձի բացահայտումը։ Ինչքան էլ որ ընդհանրում դա շատ հաճախ ընդունված պրակտիկա է, որ պատվիրած սպանությունների ժամանակ գտնում են սպանողի այնպիսի մարդ, որի վրա կարողանում ես դու ստեղծել, հա, այդ վրեժի ինչ որ մի հատ մոտիվացիա ես կարող կառուցես, հա, ինչ որ մարդ, որը կարա ինչ որ առնչություն ունենա, ոչ թե ուղղակի դիմակայված կիլեր ես վարձում, որ ակնհայտ երևում է, որ հետևը պատվիրատու կա, հա։ Հիմա սերմանել են արդյոք այս անձի մոտ որոշակի կեղծ ինֆորմացիա Վալոձագիրի քանի նկատմամբ, չեմ բացառում, կամ նույնիսկ անձնավորությունը ինչի ազդեցության տակ է եղել այդ ինֆորմացիան ստանալուց, ինչի ազդեցության տակ է գնացել սպանության, բայց ովքեր այդ անձինք, ինչ շրջանակներ են, ովքեր ունեին առնվազն աջակցության տենց մեծ մասնաբաժին էս ամեն ինչի մեջ գնացել մի քանի օքու հետ, ասում են 2-3 ամիս ավտոմատ կրակել է սովորել, այդ ովքեր են նախ կամ այս զենքը որտեղից, ով է տվել, ով է առել, ումից են վերցրել, այսինքն երբ որ սպանության մասին արդեն իրավապահների տվյալներով 2-3 ամիս գնում ես պարապելու, ասում 1-2-3 ամիս էլ Վալոձային հետևել է, դա մեկ օրվա պլանավորված բան չէ, հա, առնվազն 2-3 ամսվա պլանավորումը ենթադրում է, որ ինքն իր մեջ չէր պլանավորել, այլ մասնակիցների շարք։ Հիմա այդ մասնակիցների մեջ քաղաքական կարգավիճակ կամ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք կան, Հիմա մամուլը գրեց, որ ԿՊԱ-ական այդ Մհեր Ախտոյանը այդ մարզումներին մասնակցել է այդ տղային։ Եվ կա լուսանկար, որ Հայաստանից մեկնող այդ Ախտոյանին այդ տղան մարդասպան է, ենթադրյալ մարդասպան։ Հա, հիմա Ախտոյանը Հայաստանում չի, իրավապահների առաջնային խնդիրը հետախուզում հայտարարել է, հայտարարած չեն ուսում հայտարարել են եւ բերել եւ շարունակել է շղթան բացել, իսկ եթե սա տեղի չի ունենում, այստեղ արդեն մենք ունենք այլ մտահոգություն, որ իշխանությունը շահագրգռված չէ հանցագործություն բացահայտման մեջ, իսկ ցանկացած իշխանություն միշտ պետք է շահագրգիռ լինի հանցագործությունը բացահայտելու, ցույց տալով իր աշխատանքի եւ որակը եւ նաեւ մտահոգությունները փարատելու։ Լավ, գան քաղաքական այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ից հետո անդադ խոսում էր այն մասին, որ խաղաղությունը անշրջելի է Ադրբեջանն հետ, հիմա ինքը տարբեր ամբիոններից դժգոհում է Ալիևի խոսույթից, ասելով, որ Սանգեզուրի միջանցկացել նշանակում է ինչ-որ նկարտումներ ունենալ Հայաստանի տարածքների նկատմամբ։ Հետո ինքը իր համար լուծումը գտավ, ասաց, որտեղ լսում եք Զանգեզուրի միջանցք, իմացեք այդ մեր մասին չի։
Հա, նույն ձևն որ մեր Արևմտյան Ադրբեջան այդ Այո, մի անգամ Զանգելանի շրջանը։ ինչ է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ Ալիևի մոտ բան չի փոխվել։ Այն ժամանակ էլ էր Ալիևը խոսում Զանգեզուրի միջազգից, հիմա էլ է խոսում։ Փոխարենը տարբեր ժամանակներ Փաշինյանի մոտ է բան փոխվում, հա, մեկ սահմանադրության փոփոխություն իր համար անընդունելի է, մեկ էլ Ալիևը ժողովրդական խոսքով մի փոքր գազ է տալիս, արդեն ընդունելի է դառնում, հա, մեկ տարածքների զիջումն է անընդունելի, մեկ ընդունելի է դառնում, ինչ է փոխվել Փաշինյանի մոտ ձեր գնահատմամբ։ Ձեր այդ զրույցներում բազմիցս որ անդրադարձել ենք, եթե ասենք մի քիչ ժամանակային էքսկուրս անենք, ինչ է տեղի ունենում։ 20 թվականից հետո Ալիևը ինչ-որ պահանջներ է դնում, որի շուրջ կարողանում է ստանալ որոշակի միջազգային աջակցություն կամ գոնե չեզոքություն այդ հարցով, այդ հարցը առաջ է տալիս, եթե մի մնացածի շուրջ կա ինչ-որ խնդիրներ, այդ խնդիրները փորձում է հետ քաշել, հետո ժամանակից կախված էլի առաջ է բերում դրանց առաջնայնությունը։ Հիմա ինչ է տեղի ունենում, անդադ այդ պահանջներ, հա, այդ նույն ձևով Արցախը կորցրեցինք, նույն հիշում եք նույն այդ ջերմուկի, սոտքի հարցերը, չգիտես ինչի դարձավ սահմանազատման քննարկման առարկա, բայց այդ սահմանազատումը Տավուշով սկսվեց, Տավուշով ավարտվեց, մի տարի սահմանազատման հաստատման փաստաթուղթ ունենք խորհրդարանների կողմից տարբերություն խաղաղության պայմանագրի։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Ակնհայտ է, որ Ալիևը հակված չէր Թրամփի ներգրավմամբ ու առաջնորդությամբ այս process-ը տորբետահարեր եւ գնար սրան հանդիման, այդ պահին նաեւ տենց ապրեք, բան, մենք էլ ենք գնում խաղաղության, հա, ստացավ են ինչ որ ուզում էր, որ այսինքն մի հատ էլ Ռուսաստանի նախագահից բացի մի հատ է ԱՄՆ նախագահի հետ այսօր կա փաստաթուղթ Սյունիքով ճանապարհի։ Բովանդակությունը չենք քննարկում, միջանց կա, միջանց չի, ՏՔՊ-ականներն են կանգնում, 100 տեղ ստուգում են, փաստացի այսօր գոյություն ունի երկու փաստաթուղթ, որով մենք պետք է ճանապարհ տանք Ադրբեջանին ու այդ փաստաթղթերում Ադրբեջանի կողմից չկա որևէ պարտավորություն։ Իսկ սա խոսում է այն մասին, որ Ալիևը իր ուզածը ստացավ, դիմացը առնվազն ինչ-որ մի պահ, երբ որ նախագահ Թրամփը ողջևորված էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումով, Ալիևը ասած հակավ խաղաղության շորերը, հա, եւ խոսում էր խաղաղությունից, բայց այս արագ զարգացող, արագ փոփոխվող աշխարհում, որ էլ Թրամփը նույնիսկ այս մեր երկրների ու ղեկավարների անունները չի հիշում հիմա այլ կոնֆլիկտներն է փորձում կարգավորել, Ալիևը հասկացավ, որ ասում է այլ ամեն օր Թրամփը սրանով չի զբաղվում, էլի հետ եկավ այն իրական Ալիևյան կարգավիճակի, էլի սկսում է հակահայկական հողորտանքները, պահանջները ու դրանք ամեն ինչը խստանում են։ Երկու օր առաջ է Արադ Միրզանն էր, չէ, հարցազրույց տվել, որ Ադրբեջանը մեզանից էլի պահանջներ ունի, որը մեր համար անընդունելի է։ Առնվազն Ալիևը ոնց որ թե որ այդ կրակոցների մասն է փակել, հա, որ կրակոցը լինի երևի Թրամփը կջղայնանա, չենք կրակում, բայց մնացած խոսքով շարունակում ենք մեր հակայի քաղաքականությունը։ Հիմա ցանկացած բանական մարդ ուզում է խաղաղություն, որովհետեւ մեկը չի հերքում, որ պետք է Ադրբեջանի հետ գնալ խաղաղություն, բայց փաստաթղթերով, մամուլի ասուլիսներով խաղաղություն չենք կարող ապահովել։ Մենք պետք է ուժեղ պետություն, ուժեղ դիվանագիտություն ու այդ ամեն ինչի հետևից գնալ։ Ինքը երկար աշխատանք է Ադրբեջանի հետ ունենալ խաղաղություն, իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ է պետք։ Պետք է այդ խաղաղության մասին շոուներ, խաղաղության մասին ինչ-որ անհասկանալի փաստաթղթեր, որովհետեւ գնա ընտրությունների։ Հիմա Ալիևը այդ մասով ինչքան կաջակցի, երևի կաջակցի, աջակցում է, բայց ժամանակ առ ժամանակ հիշացնում է, որ գեր այս սուտ քարոզչական տեխնոլոգիաների համար եմ ես անում։ Չմտածես, որ այդ ճանապարհը պետք է չլինի, չմտածես, որ մնացած հարցերը չի լինելու։ Ու հարմար պահի բնական է ճնշումները էլի են շատանալու, որովհետև այս փոփոխվող աշխարհում անհասկանալի է, թե հայ-ադրբեջանական հնարավոր կոնֆլիկտին ով երբ է տեր կանգնելու եւ աշխարհում ինչ իրավիճակ կլինի եւ այդ պահին Ադրբեջանը ինչից կօգտվի, իսկ Հայաստանի իշխանությունը ուղղակի ներքին լսարանին ցույց տալով այդ խաղաղության շղարշը շարունակում է առնվազն ավելի մեծ ռիսկեր գեներացնել պետության համար։ Բայց ոնց է թե ժողովուրդը այդքան էլ չի հավատում Փաշինյանի խաղաղությանը։ Այո, ընդ որում հարցը մեն Փաշինյանի խաղաղությանը չի։ Բազմաթիվ հարցումներ մենք էլ որ մարդկանց հետ խոսում ենք, խնդիրը ոչ միայն Փաշինյանն է, խնդիրը Ադրբեջանն է։ Արդյոք մենք հավատում ենք, որ Ադրբեջանի հետ վերջ հնարավոր է խաղաղություն, երբ լսում ես Ալիևին։ Այսինքն ժողովուրդը հասկանում է, որ դիմացը կա Ալիևյան ռեժիմ, որը գազանի պես կարա հարձակվի էլի Հայաստանի վրա, որտեղ կան գերիներ, որ մեր տարածքները օկուպացրել է, բայց չգիտես ինչի, այս իշխանությունը չի ուզում դա հասկանա կամ չի հասկանում։ Կամ սխալ սնուցող մայրերի է լսում։ Հա, այսինքն ժողովուրդը ակնհայտ է, որ Ադրբեջանը մեզ վերաբերում է որպես թշնամի։ Հիմա այսինքն որ ժողովուրդը այդքան բանը հասկանում է,
մարդիկ, որոնք այս ամեն ինչից ավելի մեծ տեղեկություն ունեն, Ադրբեջանը ինչքան բան ասում է, մի 10 այդքանը չի ասում, որը ենթադրում է մեր իշխանությունները պետք է ինչ-որ տեղեկություն ստանան այլ տեղերից, չէ՞, միջազգային գործընկերներից, ենթադրյալ են հետախուզական ծառայություն ունենք, թե Ադրբեջանը ինչեր է պլանավորում։ Որի տեղը գաղտնի է։ Այսինքն ամենամեծ գաղտնիությունը հետախուզական ծառայությունն է մեր։ Պարոն Արաքելյան, շատ կարևոր դիտարկում արեցիք, որովհետև Ադրբեջանում այն ատելության քարոզը, որ կա հայերի նկատմամբ, ամենևին չի խոսում խաղաղության նախապատրաստվելու մասին, որովհետև ցանկացած իշխանություն, ցանկացած պետություն, եթե որևէ մեկ այլ պետության հետ գնում է խաղաղության, հակաքարոզության դոզան իջեցնում են, ավելին հիշում են պատմության համատեղ ինչ-որ դրվագներ, որպեսզի հնարավոր լինի հետո այդ խաղաղությունը մատուցել անություններին։ Փոխարենը Ալիևը ավելի շատ ագրեսիվ ռետորաբանությամբ ադրբեջանցիների մոտ առաջացնում են նոր ակնկալիքների պահանջ։ Այսինքն հիմա վստահաբար եթե Ադրբեջանում արվի հարցում, ադրբեջանցիները սպասում են Զանգեզուրի Միջանցքին։ Հայաստանը համարում են իրենց թշնամին։ Եվ Հայաստանին համարում են իրենց թշնամին։ Հիմա Ալիևը գեներացրել է այդ սպասումները եւ մյուս կողմից չի թույլատնում այդ սպասումները, նշանակում է ինքը դեռ նպատակ ունի հասնելու դրան։ Բայց մյուս կողմից չի կարելի կարծել, որ այս իշխանությունները չեն հասկանում, որ Ալիևը խաղաղություն չի ուզում։ Ավելի շատ իրենք լծված են 26 թվականից առաջ ժողովրդին խաբելու գործին, համաձայն եք։ Ոչ մի չեն հասկանում, իրանք շատ լավ են տեղյակ, ավելին քան մենք։ Այդ վստահ եմ այդ բանակցությունների ժամանակ շատ ավելի հակահայկական նարատիվներ ու խոսույթ են ստանում ադրբեջանական պաշտոնյաներից, քան դրանք հրապարակային են անում Ալիևը ու իր թիմակիցները։ Այո, միանշանակ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների են, որ այս ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, ճանապարհները կբացվի, ոչ մեկ դեմ չէ դրան։ Բայց ուր է հայելային, երբ ենք տեսել ադրբեջանցի պաշտոնյաները ասեն, հեսա ճանապարհները կբացվի, Հայաստանի հետ առևտուր կանենք, խաղաղություն կլինի, ոնց որ խորհրդային միության ժամանակ որոշակի շփումներ են, այո, ճիշտ եք ասում, չկա նման խոսույթ։ Շարունակում է դասագրքերում հակահայկականությունը, ագրեսիան, գերիները այդ դատավարությունը նայում է, էլի մարդիկ են գալիս, այնտեղ չէ, այդ ամեն ինչն էլ ուսաբանում է, չէ՞, մեզ 90-ականներին գերի էին վերցրել, տանջել են, այսինքն այդ թշնամանքը հայերի նկատմամբ շարունակում է։ Հիմա այդ տեսանկյունից այո, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ եթե միակողմանի այդ խաղաղության մթնոլորտը ձևավորվի, Ադրբեջանը գնալու է խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Ամբողջ քաղաքականությունը այդ Ղումարբազի վարկագծով է կառուցված այս իշխանությունների։ Ինչ որ մի բան անել, կպավ, չկպավ, այդ ձև տենց դրեցին ինչ որ աշխարհակաղակական ստավկաներ, որի դիմաց Արցախը կորցրեցինք։ Հիմա անընդհատ անում են։ Հիմա եկեք sense խոսանք, կարող է Ադրբեջանը չհարցակվի միջև 20, այսինքն ինչը խաղադրույք են կատարում, արդյոք միջև 26 թվականի ընտրություններ մեր վրա կհարցակվեն, թե չէ, միջև այս րոպեն գոլ կլինի, թե չէ։ Հիմա մարդիկ այդ խաղադրույքն են կատարել, ասում են դրա համար եկեք sense անենք, որ այս խաղը հիմա կլինի։ Այսինքն չկա որևէ պլանավորում, չկա հաշվարկ։ Այսինքն մի քանի բան են անում, չէ՞, նույն ձև արեցին այս սահմանազատումը, նույն ձև, այսինքն այս քաղաքականության նպատակը Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի վերընտրվելն է, առնվազն այս կոնֆլիկտը հետաձգելով, հա, հիմա Աստված չանի 26 թվականին, եթե իշխանությունը մնում է հետո հաջորդ 5 տարում ինչ աղետների են գալու, եղավ են ինչ որ 21 թվից հետո եղավ։ Այդ տեսանք։ Եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվում է Ալիևից ստացած թուղթը խաղարկելով եւ Ալիևի կողմից սահմաններին չկրակելու հանգամանքով պայմանավորված, դա նշանակում է ինքը ընտրվում է Ալիևի շնորհիվ եւ մեծ պարտք է մնում Ալիևին։ Իսկ 26 թվականի ընտրությունից հետո գալու է պարտքերը վերադարձնելու ժամանակ։ Տոկոսով արդեն որտեղ 26 թվականի հունիսի 8-ին Ալիևը ասում է դե արի ստեղ վերջ ընտրվար։ Հիմա էլ ներքին քաղաքականություն, ներքին ռեյտինգը էլ ինչ չի հետաքրքրում, արդեն դու ես վարչապետը, ուզում ես հաջորդ օրվանից ունենաս 1% ռեյտինգ։ Կգաս, կանասեն ինչ որ պետք է անես։ Ընդ որում եթե նայում ենք նույնը եղավ 21 թվականից հետո։ Քշենք այդ 21 թվականին էլ 21 թվականից առաջ էլ կար, չէ՞, այն ժամանակի խաղաղության դարաշրջան էր, հիմա դեռ խաղաղության խաչմերուկ, այն դարաշրջանի ժամանակ էլ որոշակի մեղմվեց։ Հիշում եք նույն 21 թվականի ընտրություններից առաջ մայիսին այդ Սև լճի դեպքերը, այն որ ձեռնամարտի էր մեր զինվորների, այսինքն կրակոցներ էլի չեղավ։ Բայց հենց ընտրությունները ավարտվեց, արդեն մի քանի ամիս հետո, նոյեմբերին, հա, սկսվեց արդեն։ Հիմա նույնը հիմա է, որ նայում ենք եկանք հասանք 23 թիվ Արցախի կորուստ, հետո էլի 24-ին էլի ռազմական որոշակի գործընթացներ, սահմանազատման հաշվին Տավուշի,
ու արդեն են որ նախընտրական շրջանում ոնց որ ցանկացած process չէ, որ միշտ ինչ որ գործ պետք է անես, թողում ես ընտրություններից առաջ ես անում, այ շինարարությունը այսա սկսել են, չէ, ավելի ակտիվ տեմպերով։ Հիմա նույնը սա է, այսինքն ընտրություններից առաջ այն որ խաղաղությունը փաստացի գետնի վրա գոնե ժամանակավոր կա, այդ ակնհայտ է։ Նախ մի կարևոր արձանագրում անենք, այդ խաղաղության հասնելը չի եղել ամենևին այս փաստաթղթերի կամ բանակցությունների շնորհիվ։ Խաղաղությունը հասել ենք ցավոք Արցախը կորցնելով։ Այս ամեն ինչը դրա հետևանքն է, դրա փաստաթղթավորումն է։ Ադրբեջանը եկավ գրավեց մեր իշխանության ապաշնոր քաղաքականության շնորհիվ Արցախը, հիմա դրա փաթեթավորումն են անում։ Այդ փաստաթղթերը որ կարդում ես ոչ մի բանի մասին է։ Խաղաղության պայմանագրում ոչինչ չկա գրած։ Այսքան փաստաթուղթ են ստորագրում։ Այսինքն փաստացի արձանագրվել է Ադրբեջանը իր ուզած է գոնե այս փուլում ստացել է Արցախը։ Է խաղաղությունը արդեն։ Ով էր տենց ինչ որ որտեվ է կար, չէ, այսինքն Ադրբեջանը երբեք տենց այս Զանգեզուրի Սյունիքի ճանապարհներ մեր իշխանությունների ապաշնորհություն չէ, երբեք նման քննարկում չի եղել։ Այսինքն դες 30 տարի իրանց կռիվ եղել է Արցախի մասին։ Արցախը ինքնորոշվել է, իրանք է Արցախի հետ պատերազմի մեջ են եղել։ Ինչ Հայաստան։ Այսինքն Հայաստանի հետ որևէ տարածքային խնդիր չի եղել, բայց մեր իշխանությունը ներկայացրեց, որ մենք ինքնիշխանության կորուստի առջև ենք կանգնած։ Հետևաբար այս խաղաղությունը, ել եմ ասում, բացառապես Արցախի կորստի հաշվին է։ Թե չէ այս փաստաթղթերը ելնեին չելնեին, մենք տեսել ենք, որ 23 թվականից հետո, երբ նախագահ Թրամփը որևէ ձևով ներգրաված չէր, գրեթե կրակոցներ չէին եղել, այսինքն տենց մեծ ագրեսիվ գործողություններ չէին եղել։ Շնորհակալ եմ։ Ես լավ։ Պարոն Արաքելյան, ես շեսում զրուցում եմ Մեսրոպ Արաքելյանից, տեսություն կհանդիպենք։